Սիրելի հեռուստադիտողներ, առողջության բանաձև հատվածում այսօր որոշել ենք փարատել միգրենի մասին միֆերը։ Այս պահին ես կտամ հարցեր իմ հյուրին միգրենի վերաբերող, որոնք բժշկուհին կմեկնաբանի եւ կբացատրի ինչու միֆ է, ինչու իրականություն։ Այսօրվա իմ հյուրն է Վարդանանց նորարարական բժշկական կենտրոնի բժիշկ նյարդաբան Փիրուզա Սիմոնյանը։ Ողջույն բժշկուհի Սիմոնյան։ Պատրաստ եք արդեն ներկայացրի ինչ ենք անելու։ Գնացինք։ Եթե MRT նորմալ է, ուրեմն միգրեն չունես։ Ոչ, միգրենը դա կլինիկական ախտորոշում է։ Մենք միգրենի ախտորոշելուց հենվում ենք պացիենտի գանգատների վրա, այլ ոչ թե MRT-ի արդյունքների։ Փաստորեն ախտորոշելու համար էլ շատ ժամանակ պետք չի դիմել MRT-ի։ Միգրենը զարգանում է սեղմված անոթների պատճառով։ Ոչ, առաջ կար անոթային վարկած, քանի որ միգրենի ժամանակ մարդը ունենում է պուլսացիոն գլխացավ եւ զգում է հենց պուլսացիան գլխի տարբեր շրջաններում, սակայն այս դեպքում միգրենի պրիստոպի ժամանակ դիտվում է ոչ թե անոթների սեղմվածություն, այլ լայնացում գլխի, գանգի, անոթների լայնացում, սակայն դա ցավի զարգացման մեջ չի մասնակցում։ Ու ինչ հետաքրքիր է։ Միգրեն ունեն միայն կանայք։ Ոչ, սակայն կանանց մոտ ավելի հաճախ է, մի փոքր ավելի ծանր է ընթացքը եւ տղամարդիկ միշտ չէ որ սովորեն արտահայտել իրենց գանգատները, մի քիչ պահում են, զսպում են իրենց, բայց ոչ դա միֆ է։ Փաստորեն տղամարդիկ նաեւ ուշուշ են դիմում։ Սիրելի տղամարդիկ, եթե դուք ունեք պարբերաբար կրկնվող միակողմանի գլխացավեր, մի երկմտեք դիմեք նյարդաբանի։ Հնարավոր է դուք միգրեն ունեք։ Եթե կարողանում ես աշխատել, ուրեմն միգրենը լուրջ չէ։ Ոչ, իրականում կան մարդիկ, ովքեր սովորել են արդեն փոքր-ինչ կառավարել միգրենի պրիստուպները, այն մարդիկ, ովքեր իրազեկված են, շատ շուտ կարողանում են դեղորայքը ընդունել, եւ եթե դեղորայքը մինչեւ վերջ չի օգնում, ապա այնքան է մեղմացնում, որ իրանք կարողանում են աշխատել, առողջության հարցը միշտ լուրջ է։ Եթե հատկապես կյանքի որակ այդքան տուժում է, չէ՞։ Միգրենը տարիքի հետ միշտ անցնում է։ Ցավոք ոչ, կան հաջողակներ, ում մոտ այդպես լինում է, իրականում շատ հաճախ դա դիտվում է կանանց մոտ, հետկլիմակտերիկ շրջանում լինում են դեպքեր, երբ միգրենյոզ պրիստուպները լրիվ վերանում են, սակայն մենք ունենք նաև դեպքեր լրիվ հակապատկերով, երբ այդ շրջանում եւ այդ շրջանից հետո միգրենի գլխացավերը, պրիստուպները ավելի հաճախանում են։ Փաստորեն էստրոգենների քանակով պայմանավորված եւ կարող է լինել եւ ոչ միշտ։ Երեխաները միգրեն չեն ունենում։ Ունենում ենք, քանի որ մենք գիտենք, որ միգրենը գենետիկ նախատրամադրվածությամբ գլխացավ է, նա կարող է դրսևորել արդեն իսկ մանկական հասակից, շատ հաճախ իմիջիայլոց երեխաների մոտ դիտվում է ոչ թե գլխացավ, այլ որովայնի շրջանում ցավեր, երբ դիմում են ծնողները տարբեր գաստրոենտերոլոգների, թերապևտների, փորձում ախտորոշումը հաստատել, օրգանական խնդիր չի հայտնաբերվում եւ ի վերջո հասնում է նրան, որ երեխան արդեն մեծ հասակում այդ որովայնի ցավը վերածվում է գլխացավի եւ մենք այդտեղից ենք հասկանում, որ միգրենը եղել է արդեն իսկ մանկական հասակից, բայց դրսևորվել է այլ կերպ։ Հետաքրքիր բան ասեցիք, եթե որովայնի ցավերը ժամանակ չախտորոշվեն, իրենք պարբերաբար կկրկնվեն, կա ինչ-որ բնորոշ նշան, որ կարող են գոնե կասկածել, եթե ոչ վերջնական ախտորոշ է։ Կրկին այն կրիտերիաներն են, որոնք ուղեկցում են էլի հենց տիպիկ միգրենին։ Այսինքն որոշակի չափորոշիչներ պիտի լինեն։ Այո։ Շատ լավ։ Բոտոքսը միայն կոսմետիկ պրոցեդուրա է եւ կապ չունի միգրենի բուժման հետ։ Իրականում բոտոքսը լայնորեն կիրառություն ունի միգրենի պրոֆիլակտիկ թերապիայի մեջ, առաջին շարքից է գտնվում պրոֆիլակտիկ թերապիայի, անվտանգ է, գրեթե չունի կողմնակի երևույթներ, կատարվում է հստակ պրոտոկոլային հստակ կետերում եւ օգնում է մարդկանց ազատվել անսուր, սաստիկ, գրեթե ամենօրյա գլխացավերից։ Շատ լավ, միգրենի դեպքում ոչինչ հնարավոր չի անել, պետք է ուղղակի համակերպվել։ Ոչ, միգրենի ժամանակ մենք մեր բուժարուներից ինչ որ մեկը։ Ես արդեն համակերպվել եմ, չէ՞։ Այո, դա գալիս է ցածր իրազեկությունից իրականում, երբ որ մենք ունենում ենք շատ ինֆորմացիա մեր վիճակի մասին, մենք արդեն գիտենք ինչի հետ պայքարենք ու արդեն հասկանում ենք ինչ եղանակներ կան, բարեբախտաբար այն բոլոր պրեպարատները, որոնք Հայաստանում ներկա են, թույլ են տալիս բժշկին շատ ճկուն կերպով վարել միգրենը, իհարկե այստեղ շատ կարևոր է միահամուռ աշխատանքը, ոչ միայն բժշկի դեղորայքի նշանակման, այլ նաև կենսակերպի փոփոխության։ Կենսակերպը առաջինը,
դեղերը կողքից կօգնեն։ Ուրեմն եթե ամփոփելով ասենք, այս համակերպվածության պատասխանատուն եւ բժիշկն է եւ բուժառուն։ Երկուստեք պետք է աշխատել ու փորձել, որպեսզի գտնեք այդ անհատականացված բուժումը, որը տվյալ դեպքում հաստատ կաշխատի, որտեղ միջոցներ շատ են։ Ես փորձեցի ձեր ասածը մեկնաբանեմ այսպես, եթե դեմ չեք։ Սուրճի եւ քաղցրի ընդունումից զարգանում է կամ հրահրվում է միգրեն։ Ինդիվիդուալ են միգրենի բոլոր տրիգերները։ Իրականում շոկոլադը արդեն հրահրող գործոն չի համարվում, քանի որ ապացուցվել է կապը շոկոլադի ընդունման եւ միգրենի այն նախադրյալների փուլի հետ, իսկ սուրճը 50-50 որոշ մարդկանց մոտ կարող է հրահրել միգրենի էպիզոդ, որոշների մոտ կարող է հակառակը մեղմացնել եւ լրիվ անցկացնել գլխացավը։ Այսպիսով մենք հասկանում ենք, որ անհատական է եւ լսում ենք մեր օրգանիզմին։ Չենք վերցնում ինչ-որ մի հատ ինֆորմացիա եւ դա փորձում ստիպել վերագրել մեր օրգանիզմին, այո, պետք է սովորենք լսել մեր օրգանիզմը, մեզ ինչ է թելադրում։ Շատ լավ, ուրախալի լուր լսեցինք։ Հերիք չի միգրեն ունենք, մի բան էլ պիտի շոկոլադից զրկվեինք։ Կարող եք չզրկել ձեզ այդ փոքրիկ ուրախությունից, իրել հերթադիտողներ, եւ վերջապես միգրենը մշտապես, բացառապես միայն միակողմանի է։ Ոչ, միգրենը կարող է լինել նաև երկկողմանի, տեղակայումը փոփոխող, դա ուղղակի հիմնական կրիտերիաներից մեկն է եւ որ հիմնականում դրսևորվում է մի կողմից, միշտ չէ որ այդպես է լինում։ Շնորհակալ եմ շատ, մենք այսօր խոսեցինք միգրենի մասին, բժիշկ Սիմոնյանը փարատեց այն միֆերը եւ հաստատեց իրականությունները, որոնք վերաբերվում են այս պարբերաբար կրկնվող գլխացավերին։ Հուսամ, որ այս ինֆորմացիան ձեզ համար օգտակար էր։ Իսկ մենք գնացինք առաջ։